Խաղաղության խաչմերուկը հյուսիս-հարավն ու արևելք-արևմուտքը կապող կարևոր հանգույց, Փաշինյանի հայտարարությունը Բրյուսելում։ Պուտին-Ալիև տետատետ զրույց, Մոսկվան կփոխհատուցի ազալի ինքնաթիռի աղետի համար։ ՔՊ պատգամավորները կմեկնեն Թուրքիա նոյեմբերին, ԵՀԿ խորհրդարանական վեհաժողովի աշնանային նստաշրջանն է։ Սփյուռքահայերը ահաբեկիչներ Բաքվի աչքին, ադրբեջանական ֆարսը շարունակվում է։ Ռուս-ուկրաինական բանակցություններում դադար է, ով է հետ քայլանում։ Եղեռն ցեղասպանության հուշահամալիրում մասնագետների ահազանգը։ Սևանալճում սահմանել են Սիգի արդյունաբերական որսաշրջանը։ Բարի երեկո, հարգելի հեռուստադիտող, Արմենիայի ուղիղ եթերում ժամի գլխավոր թողարկումն է, ես Հայկ Նավասարյանն եմ։ Եվ այսպես վարչապետ Նիկոլ Փաշինյանը այսօր մեկնել է Դուշանբե մասնակցելու ԱՊՀ երկրների ղեկավարների համաժողովին, իսկ մինչև այդ Բրյուսելում Փաշինյանը մասնակցել է համաշխարհային դարպասներ երկրորդ համաժողովին։ Ելույթում Նիկոլ Փաշինյանը դարձյալ անդրադարձել է խաղաղության խաչմերուկ նախաձեռնությանը արևելք-արևմուտք եւ հյուսիս-հարավ կապակցվածության կարևոր հանգույց դառնալու համատեքստում։ Նա շեշտել է, որ այդ խաչմերուկն այսօր արդեն իրականություն է դառնում։ Որպես դեպի ծով ելք չունեցող երկիր, մենք լիարժեքորեն հասկանում ենք ներառական եւ արդար կապակցվածության բոլոր դրսեւորումների առավելությունները։ Ուրախ եմ ձեզ տեղեկացնել, որ այսօր Հայաստանի եւ Ադրբեջանի միջև խաղաղության հաստատման եւ Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման դրական շարժընթացի պայմաններում մեր խաղաղության խաչմերուկի գաղափարն իրականություն է դառնում, ունենալով ողջ ներուժը ոչ միայն Հարավային Կովկասում, այլև շատ ավելի ընդգրկուն աշխարհագրությամբ ամբողջ դինամիկան փոխելու համար։ Եվ մինչև Հայաստանը տարբեր ամբիոններից ամենաբարձր մակարդակով խոսում է ճանապարհների ապաշրջափակման խաղաղության խաչմերուկ նախագծի մասին, Հայաստանով անցնող հատվածը Բաքուն այսպես կոչված Զանգեզուրի միջանցք է անվանում։ Քաղաքագետների համոզմամբ, որքան Փաշինյանն այս հարցում հակադրվի Ալիևին, այնքան դա կնպաստի հայ-ռուսական հարաբերությունների ամրապնդմանը, բայց մինչև այդ արդեն Ալիևն ու Պուտինն են զրուցում տետատետ ռուս-ադրբեջանական հարաբերությունների մասին, իսկ Մոսկվան կհավատա Բաքվի արդյունքներին։ Պուտինի եւ Ալիևի հանդիպումը Դուշանբեում առաջինն է երկար դադարից հետո։ Նրանք հանդիպել էին 1 սեպտեմբերին Չինաստանում, Շանհայի գագաթնաժողովի ընթացքում, հպանցիկ։ Պուտին-Ալիև տետատետ զրույցում Ռուսաստանի նախագահը Ալիևին առաջարկել է հանդիպումը սկսել քննարկելով ադրբեջանական ավիաընկերության ինքնաթիռի վթարի հետ կապված իրավիճակը։ Պուտինը հիշեցնում է, որ ինքն Ալիևից ներողություն է խնդրել, որ ադրբեջանական ինքնաթիռի ողբերգությունը տեղի է ունեցել Ռուսաստանի երկնքում։ Ավիավթարի պատճառներից մեկը երկնքում 3 ուկրաինական անօդաչու թռչող սարքերի առկայությունն է եղել։ Ռուսաստանը կտա բոլոր պաշտոնատար անձանց գործողությունների իրավական գնահատականը եւ անհրաժեշտ ամեն ինչ կանի ինքնաթիռի կործանման հետ կապված փոխհատուցումների համար։ Ալիևի դեմքի արտահայտությունից դժվար է կանխատեսել, նա գոհ է Պուտինի բացատրություններից, թե ոչ։ Դուք անձամբ եք վերահսկում հետաքննության ընթացքը, եւ մենք կասկած չունեինք, որ օբյեկտիվորեն ամեն ինչ կկարգավորվի։ Վերլուծաբանները հաճախ էին հայտնում, որ Ռուսաստանն ու Ադրբեջանը կլուծեն իրար մեջ ունեցած խնդիրները, չեզոքացնելով նաև դիվանագիտական լարվածությունը։ Հորդորում էին հանրությանը շատ չողոքեվորվել այդ իրավիճակից։ Ռուսաստանն ու Ադրբեջանը ընդհանուր շատ շահեր ունեն, եւ այնպես չլինի, որ Հայաստանն այստեղ տուժի։ Կարելի է ակնկալել ռուս-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման առաջին քայլերը։ Ես չեմ կարծում, թե այդ երկու երկրների միջև լարվածությունը այդքան լուրջ է եւ այդքան խորն է։ Կարծում եմ նրանք այնուամենայնիվ բազմաթիվ ընդհանուր շահեր ունեն եւ ի վերջո ընդհանուր լեզու կգտնեն։ Ում կողմն ավելի շատ կթեքվի Ռուսաստանը, Հայաստանի թե Ադրբեջանի։ Վաշինգտոնյան նախաստորագրված ու ստորագրված փաստաթղթերից հետո Փաշինյանը խոսեց ռուսական կողմի հետ, ներկայացրեց, թե ինչ փաստաթուղթ են ստորագրել, իսկ Ալիևն ինքը ոչ։ Ըստ վերլուծաբանների Հայաստանի հյուսիսային հարևանին այնպես չէ, որ դուր է գալիս ԱՄՆ ներկայությունը տարածաշրջանում, ինչն ի դեպ Բաքվի սրտով է։ Ռուսաստանին Թրամփի ուղին կտրում է Իրանից, որքան էլ Մոսկվան բարձրաստիճան պաշտոնյաների մակարդակով ողջունի արևմտյան հարթակներում ձեռք բերված պայմանավորվածությունները։ Այս իրավիճակում այդ ծրագիրը իրագործել հնարավոր չի։ Ինչու՞, որովհետև այնտեղ կանգնած են ռուս սահմանապահները։ Հայ-իրանական սահմանը, որտեղով պիտի անցնի ամենայն հավանականությամբ տրիպը։
Քաղաքագետի դիտարկմամբ Ռուսաստանին անհրաժեշտ է, որ Փաշինյանը տարբեր հարթակներից հակադրվի Ալիևին, երբ վերջինս Սյունիքով անցնող ճանապարհը Զանգեզուրի միջանցք է անվանում։ Հայաստանում Զանգեզուրի միջանցքին դեմ լինելն ըստ քաղաքագետի համընկնում է Ռուսաստանից ծրագրերի հետ։ Ռուսաստանին պետք է, որ Հայաստանը խիստ բացասաբար վերաբերվի այդ ճանապարհին, որտեղ Ռուսաստանը մասնակցություն չի ունենա։ Ըստ քաղաքագետի Հայաստանն ու Ադրբեջանը այնպես չէ, որ ցանկանում են Ռուսաստանի ներգրավվածությունը տեսնել հայ-ադրբեջանական բանակցություններում։ Ռուսաստանն էլ չի ցանկանում, որ Վաշինգտոնյան պայմանավորվածությունները Թրամփի ուղի նախագիծը կյանքի կոչվի։ Ռուսաստանը ինքը մասնակցություն չունի դրանում եւ հնարավոր բոլոր միջոցներով այնպես կանի, որ դա կյանքի չկոչվի։ Չեմ կարծում, թե Ռուսաստանը կտրուկ քայլերի կդիմի դա կանխելու համար։ Դա այն ծրագիրը չէ, որտեղ հնարավոր լինի ռուս-ամերիկյան համագործակցություն մեր տարածաշրջանում կոնկրետ նախագծի շուրջ։ Հիմա ըստ Բաղդասարյանի Հայաստանի եւ Ադրբեջանի միջև պատերազմը շարունակվում է բանակցությունների սեղանի շուրջ։ Հանգուցալուծում անպայման պետք է լինի։ Հակառակ դեպքում, ասում է, խաղաղության պայմանագիր չի ստորագրվի։ Նաիրի Մուրադյան, ժամը լրատվական։ Հայաստանի սուվերեն տարածքում Զանգեզուրի միջանցք անունով որևէ պրոյեկտ չկա ու չի կարող լինել։ Փոխարտգործնախարարն է հայտարարել այսօր ճեպազրույցում, թե ինչպես կանվանեն Ադրբեջանի իշխանությունները իրենց տարածքով անցնող կոմունիկացիաները, դա արդեն իրենց խնդիրն է, նշել է Վահան Կոստանյանը։ Այս ուղղությամբ եւ բոլոր խրթին հարցերի վերաբերյալ մշտապես հնարավորության դեպքում ունենում ենք քննարկումներ մեր բոլոր գործընկերների հետ, այդ թվում ուղիղ ադրբեջանցի գործընկերների հետ նույնպես։ Խաղաղություն զենքը ձեռքին, սա է ադրբեջանական պատկերացումը ժամանակակից աշխարհում ապրելու, սեփական տարածքները պաշտպանելու համար։ Այսպես միայն հունվար-հունիսին Բաքուն ավելի քան 30 համատեղ ու անհատական զորավարժանք է իրականացրել։ Հիմա էլ առաջարկում է թուրքալեզու պետություններին միանալ թուրք-ադրբեջանական զորավարժանքին։ Հայաստանի հետ խաղաղության շուրջ բանակցող Ալիևի ուշքն ու միտքը զենք զինամթերքն է։ Բանակը զարգացնելու հեռանկարից նա չի հրաժարվում, պնդում է, թե ներկայիս աշխարհում ռազմական հզորությունն է յուրաքանչյուր պետության ինքնիշխանության ու տարածքային ամբողջականության հիմնական երաշխավորը։ Իդեպ այն նույն Ալիևն է, ով տարեսկզբին Երևանի առաջ զինաթափվելու պահանջ էր դնում, ուրեմն ինչ կար մտքին։ Հայաստանի անկախությունն ու տարածքային ամբողջականությունն էր որոշել նշանառության տակ առնել։ Մասնագետն ասում է, որևէ Գայում համադրելի չեն կարող լինել խաղաղության ու ռազմական խոսույթները։ Խաղաղության օրակարգի մեջ մյուսը չի տեղավորվում։ Ամբողջ ռետորաբանությունը երկրի շարունակում է մնալ ռազմական կարողությունների ցուցադրությունը, ուժի լեզուն, խաղաղություն է սուզում պատրաստ եղի պատերազմի հայտնի կոնցեպտը։ Հիմա Ալիևը թուրքական աշխարհին առաջարկում է միավորվել ու հաջորդ տարի համատեղ զորավարժություն անցկացնել թուրք-ադրբեջանական օրինակով։ Իդեպ ժամը հաշվարկել է այս տարի հունվարից մինչև հունիս, այսինքն ճիշտ այն ժամանակահատվածում, երբ Երևանի հետ խաղաղության բանակցություններն ամենաակտիվ փուլում էին, Ադրբեջանն անցկացրել է ավելի քան 30 համատեղ եւ անհատական զորավարժություն, ընդ որում պայմանագրի տեքստը վերջնական համաձայնեցնելուց հետո մարտից մինչև հունիս 26-ը։ Ժամանակակից աշխարհաքաղաքական եւ անվտանգության մարտահրավերների ֆոնին կարևոր է, որ թուրքալեզու պետությունները գործեն որպես միասնական ուժի կենտրոն։ Կնքահայրը Սանիկին միայնակ չի թողնում, Թայիպ Էրդողանի պնդումն է, թուրքական աշխարհը մեծ դեր պետք է ունենա տարածաշրջանի կայունության ու անվտանգության գործում։ Հաստատում է Ալիևի խոսքը, այո, կարևոր է, որ համատեղ զարգացնեն պաշտպանական կարողությունները։ Թուրքիան ոչ թե պարզապես հետևում է Հարավային Կովկասի զարգացումներին, այլև ցանկանում է իր ներդրումն ունենալ տարածաշրջանում խաղաղությունը երաշխավորելու հարցում։ Մենք սպասում ենք օգոստոսի 8-ին ստորագրված հայտարարություններից բխող նախաձեռնություններին։ Ընդհանուր առմամբ իրենք ուղղակի խաղաղության օգտագործում են որպես քաղաքական լծակ ու ամեն օր պատրաստվում են պատերազմի։ Բաքուն ձգտում է դառնալ տարածաշրջանի ռազմական հանգույցն իր շուրջ համախմբելով համապատասխան բևեռներին, ասում է փորձագետը։ Ուրեմն այդ հզորությամբ Ալիևը ոչ թե իր ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունն է ընդհանրապես պաշտպանում, ինչպես ձևակերպում է, այլ հետին նպատակներ հետապնդում, ում դեմ է ուղղելու հրացանի փողը, եթե Հարավկովկասյան այս տարածաշրջանում ըստ էության միայն Հայաստանի հետ չպարզած հարցեր ունի։ Ամբողջ ռազմական պատրաստվածությունը Ադրբեջանի նախ շատ ուժեղ բարեհոգեբանական ճնշում է Հայաստանի Հանրապետության դեմ, որովհետև փաստացի ինքը իրեն դարձնում է ռազմական ինտեգրացիայի առանց հարթակ, ինչ շուրջն է համախմբում ամենատարբեր երկրների,
Համագործակցություն է հաստատում թե կենտրոնական Ասիայի երկրների հետ, թե ամենատարբեր պետությունների հետ, ու այս ռազմական աշխարհագրության ընդլայնումը, ռազմական ուժի ցուցադրությունը երբեք չի կարող տեղավորվել խաղաղության տրամաբանության շրջանակներում, ակուն ամեն օր մեծ հետ խոսում է ուժային դիրքերից։ 2026-ի համար ի դեպ Ադրբեջանը դարձյալ ավելացրել է ռազմական ծախսերը, զինանոցի ընդհանուր գինը դարձնում են 5 միլիարդ 120 միլիոն դոլար, այս տարվա թվից 3.8% ավելի, ամբողջ պետբյուջեի մոտ 21%-ն է։ Էդուարդ Պողոսյան, ժամը լրատվական։ Բաքվի դատարանը հերթական միֆն է բեմադրել հայերի դեմ գործի քննության շրջանակում։ Փաստաթղթեր է հրապարակել, իբր Հայաստանը 2020-ի 44-օրյա պատերազմի ժամանակ վարձկաններ է ներգրավել։ Ադրբեջանական կողմը նրանց որպես զինյալ ահաբեկիչներ է ներկայացնում, մոռանալով, թե իրականում ով էր հազարավոր ահաբեկիչներ ներգրավել ռազմական գործողություններում։ Հերոս և դավաճան, ովքեր են նրանք և ինչպես ենք որոշում, ով է հերոսը, ով հակահերոսը։ Այս դիսկուրսի թեման հատկապես ակտիվացավ 44-օրյա պատերազմից հետո, երբ գլխավոր հարցն այն էր, թե ով դավաճանեց մեզ ու ինչու ողբերգական ելք ունեցավ պատերազմը։ Թվում էր 44-օրյա պատերազմի քննիչ հանձնաժողովը պետք է տա այդ հարցի պատասխանը, բայց այն արդեն արխիվում է։ Պատերազմից հետո պարբերաբար տեղեկություններ էին տարածվում թշնամու օգտին գործողություններ կատարած զինվորականների ձերբակալման եւ կալանավորման մասին։ Իհարկե պարզ չէր կալանավորվածների մեղքն ի վերջո հաստատվել է թե ոչ։ Ընդհանրապես այդ պրոցեսների վերաբերյալ տեղեկություններն ամբողջությամբ փակ են։ Հասկանալի չէ թե ովքեր են նրանք, քանիսն են եւ ինչ մասշտաբի վնաս են հասցրել պետությանը, եթե մեղքը հաստատվել է։ Ամենակարևորը պարզ չեն դրանց պատճառները։ Սա ինչի մասին է վկայում։ Սա վկայում է այդ անհատի կերպարում արկա պրոբլեմների մասին, հանրության շրջանում արկա պրոբլեմի մասին, պետական համակարգում արկա պրոբլեմի մասին։ Թեմային անդրադարձել է Նիկոլ Փաշինյանը, շեշտելով, թե ընդունված չէ հիմա խոսել դավաճանության բազմաթիվ դեպքերի մասին։ Այդուհանդերձ նա մի շարք հարցեր է բարձրացնում։ Դրանք կարծես ուղղված են հենց իշխանություններին, այսինքն խաղի կանոնները սահմանողներին։ Ինչքանով ենք ավանսով հերոս համարում բոլորին եւ հետո այդ հերոսների մեջ պարզվում է որ վայ մի դավաճան բացահայտվեց, վայ երկրորդ դավաճանը բացահայտվեց, վայ երրորդը, վայ չորրորդը, ընդ որում սա ես օրինակ չեմ ասում, որովհետեւ վերջին տարիներով եթե հիշողությունս չի դավաճանում, տասնյակ մենք դեպքեր ունենք։ Դրանք առաջանում են իշխանությունների կողմից վարվող քաղաքականության հետևանքով, այսինքն ինչպիսի քաղաքական խոսույթ, վարքագիծ է դրսևորվում, ինչպիսի քաղաքականություն է վարվում, որի պայմաններում նույն մարդը կարող է իր վարքագիծը փոխել։ Մի դեպքում մարդը որոշել գնալ կռվելու, մյուս դեպքում համագործակցելու թշնամու հետ։ Մասնագետների տեսանկյունից դավաճանության մասին զրույցները տեղեկատվական հոսք են նետվում այն ժամանակ, երբ անհրաժեշտ է լինում նորից ու նորից բացատրել, թե ում մեղքով եւ ինչպես 2020-ից մինչեւ հիմա հայկական կողմն ունեցավ այսքան կորուստ ու պարտություն։ Այդ խնդրին ըստ էության պետք է վերջակետ դներ 44-օրյա պատերազմի պարտության պատճառները քննող հանձնաժողովը։ Վերջինի եզրակացությունը սակայն այդպես էլ չհրապարակվեց։ Խորհրդարանի ղեկավարի որոշումով ուղարկվեց արխիվ։ Ենթադրաբար հանձնաժողովի աշխատանքների արդյունքում Երևան չեն եկել այնպիսի հանգամանքներ, որոնք ինչպես իրենք էին ասում կցնցեն հասարակությանը, թե ինչի պատճառով են եղել պարտությունները։ Հանձնաժողովի զեկույցին եթե մենք ծանոթանանք, մեծ հավանականությամբ կբացահայտվի, որ կադրային քաղաքականությունը ամբողջովին տապալված է եղել։ Կա եւս մեկ խնդիր։ Պարբերաբար դավաճանությունների մասին զրույցները հասարակության մոտ տպավորություն են առաջացնում, որ այդ զազրելի երևույթը հանդիպել է միայն մեզ մոտ, եւ սա դառնում է հանրային ինքնախառազանման ինչ-որ գործիք։ Չկա աշխարհում այդպիսի բանակ, որտեղ դավաճանության դեպքեր չլինեն։ Նույնիսկ մեզ հայտնի այսպես տեխնոլոգիական բանակներում, ինչպիսին Իսրայելի բանակն է, ինչպիսին Միացյալ Նահանգների բանակն է, նույնիսկ Չինաստանում, որտեղ բավականին խիստ է դեպքերս, նույնիսկ այնտեղ կան դեպքեր։ Մյուս կողմից, երբ հայտարարվում է դավաճանության դեպքի բացահայտման վերաբերյալ, պետք է հիշել, որ դա խոսում է պետական համակարգի թերի աշխատանքի մասին։ Հակահետախուզության նպատակը ոչ թե դավաճանությունը բացահայտելն է, այլ այն կանխելը, ինչը լրիվ այլ ծավալի աշխատանք է պահանջում։ Արմեն Նաթելյան, ժամը լրատվական։ Այժմ այն մասին, ինչ ենք պատմելու թողարկման երկրորդ հատվածում։ Ռուս-ուկրաինական բանակցություններում դադար է, ով է հետ քայլանում։ Եղեռն ցեղասպանության հուշահամալիրում մասնագետների ահազանգը։
Մենք կրկին ուղիղ եթերում ենք, շարունակենք թողարկումը։ Ուկրաինայի կարգավորման շուրջ երկխոսությունը դադարի փուլում է։ Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովի ձևակերպմամբ Կիևի իշխանությունները հանձնառու չեն խաղաղության գործընթացին։ Նրանք կարծում են, թե առաջնագծում ինչ-որ բան կփոխվի, բայց իրականությունը ցույց է տալիս ճիշտ հակառակը։ Նոբելյան կոմիտեն անցկացրել է վերջին նիստը և ընտրել այս տարվա խաղաղության մրցանակի դափնեկրին, հայտնել է Նորվեգիայի Նոբելյան ինստիտուտի ներկայացուցիչ Էրիկ Օսմանը։ Ֆրանս պրեսը հաղորդում է, որ կոմիտեն երկուշաբթի վերջնական շտրիխն է կատարել, բայց երբ որոշումը կհրապարակեն, առայժմ հայտնի չէ։ Վնասաբերության բարձր մակարդակով պայմանավորված ապահովագրական ընկերությունները խուսափում են կարկուտից տուժած գյուղացու հետ պայմանագիր կնքել։ Կառավարության նիստում էկոնոմիկայի նախարարը նշել է, որ գործադիրը այս տարի ապահովագրավճարները սուբսիդավորել է, սակայն դա էլ իրավիճակը չի փրկում։ Առաջարկում են նախորդ տարիներին վնասների համար փոխհատուցում տրամադրել այն հողօգտագործողներին, որոնց այգե տարածքներում բերք ու բարիքը 40-ից 100% փչացել է։ Մենք երկու մոդել ենք դիտարկում, աշխարհում լավագույն երկու մոդելները դա ըստ էության իսպանական Agroseguro-ի մոդելն է եւ թուրքական Tarsim-ի։ Ակնհայտ են, որ ինստիտուցիոնալ փոփոխություններ են պետք, մասնավորապես օրինակ այսպես կոչված ապահովագրական փուլի գաղափարն է, որը որ այսօր մեր օրենսդրության մեջ չկա, դա պետք է ներմուծենք։ Իմաստն այն է, որ ապահովագրականները միասին ռիսկ են ստանձնում ամբողջությամբ, այլ ոչ թե ապահովագրականները առանձին, որը որ ռիսկերի բաշխման տեսանկյունից ապահովագրական ընկերությունների համար շատ ավելի կանխատեսելի է։ Ցեղասպանության հուշահամալիրում իսկական եղերն է, սա շինարարությանը հետևող ճարտարապետների գնահատականն է, ովքեր պնդում են, որ բարեկարգման անվան տակ քանդում փչացնում են համալիրը։ Մասնագետները ասում են, հուշարձանի շուրջը 4 մետր խորությամբ հսկա խրամատ են փորելու։ Ժամի անդրադարձը։ Ծանր իրավիճակ է Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում, աշխատանքները օր առաջ պետք է դադարեցվեն, ահազանգում են մասնագետները։ Փաստերով են խոսում, ձեռքի տակ եղած նկարներով ցուցադրում վերանորոգման իրական պատկերն ու հուշարձանին հասցված անդառնալի վնասը։ Ճարտարապետները պնդում են 12 աստիճաններից 4-ը հիմնովին քանդված են։ Մույթերից ապամոնտաժել են հսկա բազալտե քարերը, առաջիկայում էլ հուշարձանի շուրջը 4 մետր խորությամբ հսկա խրամատ են փորելու, ինչը պարզապես կթուլացնի հուշահամալիրի հիմքերը։ Արփասևան թունելի պես պատկերացնում եք մի հատ խրամատ շուրջը Եղեռնի հուշարձանի փորեն, դա 4 մետր խորությամբ, այսա ուղիղ 4 մետր է ստեղի բարձրությունը, դուք կարող եք պատկերացնել, եւ 3 մետր լայնությամբ մի հատ խրամատ են փորում դրա շուրջը, եւ դա հաջորդ էտապն է։ Երբ որ սեպտեմբերի սկզբին ասում էի, որ պիտի մույթերի քարերը պոկվեն, պետք է աստիճանները պոկվեն, ոնց որ թե չէին ուզում ընկալեն, թե արհավիրքը ինչքան ծավալուն է։ Մասնագետներն ասում են, Եղեռնի հուշարձանի նախագծային աշխատանքը բազմաթիվ սխալներով է իրականացված։ Վրդովված նկատում են, նախքան որևէ նախագիծ իրականացնելը, նախ պետք է ուսումնասիրություն կատարել եւ պարզել, արդյոք հուշարձանի տակ ջրեր, շանձրևային հոսքեր կան, թե ոչ։ Պետք է զոնդավորենք, սկանավորենք, ուլտրաձայնային միջոցներով գործողություններ կատարենք եւ այդ նոր ու այդ ուսումնասիրության հիման վրա փորձենք հասկանանք իր հիմնային խնդիրները որոնք են եւ ինչպիսի առաջադրանք պետք է տանք նախագծողին, որպիսի ինքը կարողանա հստակ այդ խնդիրները լուծել։ Ըստ մասնագետների, հուշարձանի մույթերի ստորին հատվածներում մի քանի քարեր աղակալվել են, քանի որ հորիզոնական եւ ուղղահայաց պատերը իրար են միանում, կուտակվում են ջրեր, որոնք ներթափանցում են քարի մեջ եւ որոշակի խնդիրներ առաջացնում, ինչը միանգամայն լուծելի է։ Ժամանակակից շինարարական մեթոդաբանությունը շատ պարզ ձևերով այդ հարցը լուծում է, հնագիտության սկզբունքներով ընդամենը մի հատ նուրբ չոտքերով պետք էր վերցնել, այդ աղը մաքրել, մի հատ լվանալ, մի հատ չորացնել ֆենով եւ հետագայում կան նյութեր, որոնք որ կոչվում են հիդրոֆոբ նյութեր, մի քանի անգամ ավելի էժան են, քան թե այն մեթոդաբանությունը, որ այսօր ընդունված է Եղեռնի հուշարձանի ռեստավրացիայի համար։ Ճարտարապետներն ասում են, 9 մույթերը, որ մնացել են, պետք է ժամանակակից մեթոդաբանությամբ մաքրել։ Պահանջում են շտապ դադարեցնել հուշահամալիրում ընթացող աշխատանքները, վերանայել նախագիծը, հիմնվելով արդի գիտական հետազոտությունների վրա, նախագիծը քննարկման դնել մասնագիտական հանրության հետ, աշխատանքներում ներգրավել համապատասխան ոլորտի փորձառու մասնագետների։ Սվետլանա Ավդիշյան, ժամը լրատվական։
Միասնության թևեր քաղաքական նախաձեռնությունը հայտարարել է պաշտոնական մեկնարկի մասին ղեկավարը Հայաստանի նախկին մարդու իրավունքների պաշտպան արդարադատության նախկին փոխնախարար Արման Թաթոյանն է։ Նա հայտնել է, որ նախաձեռնությունը ստեղծվում է իրար թև ու թիկունք լինելու, իրար վեր բարձրացնելու, նաև Սփյուռքում հայերի միասնությունն ու համերաշխությունը ապահովելու համար։ Այլևս չեմ կարող զուտ մասնագիտորեն վերաբերվել քաղաքական կյանքին, որը հայանպաստ չէ։ Կփորձեմ պետության եւ ժողովրդի շահերի պաշտպանությանն ուղղել իմ եւ իմ թիմակիցների բոլոր ջանքերը, այդ թվում միասնության թևեր քաղաքական նախաձեռնությամբ, որի մտահղացումը բխում է ժողովրդին սատարելու եւ բոլորիս ջանքերը միավորելու իմ ցանկությունից։ Եվս մեկ դադար ունենք, կվերադառնանք րոպեներ անց։ Սևանալճում սահմանել են Սիգի արդյունաբերական որսաշրջանը։ Մեդիա աշխարհ ինչպես կանցնի 10-րդ ամսվա 10-րդ օրը, ավելին հաջորդ թիվ։ Մենք վերադարձանք, դուք դիտում եք ժամի գլխավոր թողարկումը։ Որ Տավուշի, Վայոց ձորի և Գեղարքունիքի սահմանամերձ գյուղերի երեխաները հավասար հնարավորություններ ունենան մայրաքաղաքում սովորող աշակերտների հետ, մաթեմատիկա և ինֆորմատիկա դասավանդող 5 ուսուցիչ առաջնորդներ կգործուղվեն մարզեր։ Ծրագիրը 2022-ին է մեկնարկել, կյանքի կոչվել Դասավանդիր հանուն Հայաստանի և Արարատ բանկի գործակցությամբ։ Արարատ բանկը և Դասավանդիր հանուն Հայաստանի կրթական հիմնադրամը ստորագրում են համագործակցության հուշագիր։ Գործընկերությունը միտված է Հայաստանի սահմանամերձ և գյուղական համայնքներում կրթության որակի բարձրացմանը և հավասար հնարավորությունների ապահովմանը յուրաքանչյուր երեխայի համար։ Հուշագրի շրջանակում Արարատ բանկը ֆինանսավորում է 5 ուսուցիչ առաջնորդների, որոնք դասավանդում են Վայոց ձորի, Տավուշի և Գեղարքունիքի մարզերի դպրոցներում։ Այս համագործակցությունը ձևավորվել է Դասավանդիր հանուն Հայաստանի ազգակերտների ծրագրի շրջանակում, որը հնարավորություն է տալիս անհատներին և կազմակերպություններին դառնալ կրթական հավասարության իրական դաշնակիցներ։ Այս հուշագիրը, որը ստորագրվեց, կարծում եմ մեր համագործակցության ավելի մի փոքր խոշոր ծավալ ունի, փաստաթղթից բացի կա միտք, կա հոգի եւ կա նպատակ, որը մեծ պատվով մեր հիմնադրամի աշխատակիցները իրականացնում են։ Հովանավորներին պարբերաբար տրամադրվում են գործընկեր դպրոցի մասին տեղեկություններ, լուսանկարներ եւ զեկույցներ։ Նրանց հնարավորություն է տրվում նաեւ ներգրավել դպրոցի կյանքում այցելությունների կամ առցանց հանդիպումների միջոցով։ Դասավանդիր հանուն Հայաստանի հիմնադրամը եւ Արարատ բանկի հանուն մեկ գաղափարի միասնական գործելավոճը գալիք սերնդի հանդեպ ստանձնած պատասխանատվության վառ օրինակներից է։ Արարատ բանկի եւ Դասավանդիր հանուն Հայաստանի կրթական հիմնադրամի միջև համագործակցությունը մեկնարկել է դեռ 2022 թվականին։ Համագործակցության արդյունքում Ձորագյուղի, ապա փոքր Մասրիկի դպրոցներ գործուղվեցին ֆիզիկա առարկայի ուսուցիչ առաջնորդներ, իսկ նոր ավելի ընդլայնված համագործակցության շրջանակում մաթեմատիկա եւ ինֆորմատիկա դասավանդող 5 ուսուցիչ առաջնորդներ գործուղվել են Վայոց ձորի, Գեղարքունիքի եւ Տավուշի մարզեր, ապահովելով երեխաների կրթության իրավունքը։ Դասավանդիր հանուն Հայաստանի հիմնադրամը իր հերթին, բայց նաեւ շատ կուզեմ ընդգծել Արարատ բանկի ճանապարհը, որ անցել է, որովհետև կորպորատիվ սոցիալական պատասխանատվությունը գիտեմ, որ ձեզ համար առաջնահերթություն է եւ անցած տարի էլ, եթե չեմ սխալվում, ամենամեծ կորպորատիվ սոցիալական պատասխանատվությամբ կազմակերպություն եք ճանաչվել։ Արարատ բանկը կարևորում է կրթության հասանելիությունը բոլորի համար, ուշադրության կենտրոնում պահելով մարզերի եւ սահմանամերձ գյուղերի երեխաների որակյալ կրթության իրավունքը եւ երիտասարդների ֆինանսական գրագիտությունը։ Նաիրի Մուրադյան, Զորաբ Քարամյան, ժամը լրատվական։ Եթե մեզ շրջապատող աշխարհին չնայենք մեր տան պես, վաղը խնդիրներ կունենանք։ Էկոլոգիական, սոցիալ-տնտեսական խնդիրներից խուսափելու, նաև կյանքի որակը բարձրացնելու համար ID բանկը կարևորում է տնտեսագիտական մտքի զարգացումն ու միջազգային գիտական քարտեզի վրա Հայաստանի դիրքավորումը։ Փոխակերպվող տնտեսություն, մարդկային կապիտալի զարգացում, ստեղծարար նորարարական տնտեսություն, կայուն ներառական աճ խորագրով միջազգային երկրորդ երրորդյա գիտաժողովն է, որի հովանավորն է ID բանկը։ Շատ կարևորում եմ, որ նմանատիպ նախաձեռնության կողքին նաև մեր բանկային ոլորտն է, իդեմս նաև ID բանկի։ ID բանկի համար մեծ պատիվ է լինել այս միջազգային կոնֆերանսի գործընկեր եւ հովանավոր, քանի որ մենք լինելով առաջատար բանկային
թվային կազմակերպություն, չափազանց կարևորում ենք գիտելիքի վրա հիմնված բիզնեսի զարգացումը։ Ինչպես կարող են թվային տեխնոլոգիաները փոխակերպել տնտեսություններն ու հասարակությունները, մեղմացնել տարածական անհամամասնություններն ու բարձրացնել կյանքի որակը, որքանով է մարդկային կապիտալի զարգացման խնդիրներին եւ կայուն ներառական աճի ապահովման հնարավորություններին անդրադառնալը կարևոր սոցիալ-տնտեսական մարտահրավերներին դիմակայելու տեսանկյունից։ Վերաիմաստավորելով աճը հանուն կլիմայական ավելի ճկուն ապագայի թեմայով պանելային քննարկման թիրախում գլխավոր հարցն է, ինչպես կարող է անցումը մաքուր էներգիային վերաձևակերպել տնտեսական աճի մոդելները, ապահովելով կայունություն, համաչափ զարգացում եւ բարօրություն ինչպես զարգացած, այնպես էլ զարգացող տարածաշրջաններում։ Նմանատիպ նախագծերը բարձրացնում են հասարակության տեղեկատվացության մակարդակը հենց այս թեմայի շուրջ եւ հնարավորություն են տալիս շատ ավելի լայն շրջանակի ընդունել, պատկերացնել, հասկանալ, թե ինչ ազդեցություն կարող ունենա հենց իրենց գործունեությունը շրջակա միջավայրի վրա։ Ժամանակակից աշխարհում տնտեսական երևույթները սկսել են շատ արագ զարգանալ, զուգահեռ թվային եւ տնտեսական փոխակերպումներով։ Այս երևույթները բիզնեսի կյանքը դարձնում են ել ավելի դժվար, քանի որ բիզնեսի համար ամենակարևոր սկզբունքներից մեկը որոշակիությունն է եւ անորոշությունների նվազեցումը։ Դրանց չեզոքացումը կարող է կարևոր հենք ստեղծել տնտեսական աճի զարգացման համար։ Նաիրի Մուրադյան, Զորաբ Քարամյան, ժամը լրատվական։ Հաստատվել է Սևանի Սիգի արդյունագործական որսաշրջանն ու թույլատրելի քանակը, այն այս ամբողջ տարվա համար կլինի 1123 տոննա։ Փոփոխություն կա նաև Վայոց ձորում, մարզը կգլխավորի ջերմուկի արդեն նախկին համայնքապետը, այս եւ օրվա այլ կարևորը մեկ տեսաշարում։ Կոլյա Միքայելյանը կազատվի Վայոց ձորի մարզպետի պաշտոնից։ Կառավարության որոշմամբ մարզպետ կնշանակվի Վահագն Ասենյանը։ Միքայելյանը Վայոց ձորի մարզպետ էր նշանակվել 2023-ի դեկտեմբերին։ Ասենյանը 2021-ի հոկտեմբերին վարչապետի որոշմամբ նշանակվել էր Ջերմուկ համայնքի ղեկավարի պաշտոնակատար։ Նույն տարվա դեկտեմբերին թիմ ընտրություններում գլխավորել է քաղաքացիական պայմանագիր կուսակցության նախընտրական ցուցակը եւ արդյունքում ընտրվել Ջերմուկի համայնքապետ։ Սևանա լճում ձկան պաշարների համալրման վիճակը գնահատելու համար ըստ կառավարության մշակած ծրագրի գիտական կենտրոնի կողմից 2025 թվականի հուլիսին իրականացվել է ձկան պաշարի ուսումնասիրություններ, որոնց արդյունքում առաջարկվել է 2025 թվականի աշնան որսաշրջանի համար Սիգի արդյունագործական որսը սահմանել 620 տոննա միջև որսի արգելքը։ Ըստ այդմ իրականացվում է փոփոխություն, որով Սիգի արդյունագործական որսի քանակը եւս 620 տոննայով կավելացվի։ Արդյունքում 2025 թվականին Սևանա լճում ամբողջ որսաշրջանի համար Սիգի արդյունագործական որսի թույլատրելի քանակը 1123 տոննա է։ Այսօր հոկտեմբերի 9-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Առավոտյան ներքին գործերի նախարարության Գորիսի բաժնում ահազանգ է ստացվել, որ Խնձորեսկ գյուղի հայտնի կամրջի վրա դիկ կա։ Իրավապահները պարզել են, որ մահացածը Գերմանիայի Դաշնության Հանրապետության քաղաքացի 73-ամյա Ուղլիշ Լոտերն է, ով որպես զբոսաշրջիկ այցելել էր Հայաստան։ Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն ատակին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել։ Դեպքի փաստով Գորիսի քննչական բաժնում սպանություն, հանկարծամահություն հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։ Արմեն Աթալյան, ժամը լրատվական։ Եվ եղանակային կանխատեսումներ, ինչպես միշտ Լիլի Հովերի մատուցմամբ։ Բարի երեկո, եղանակի տեսության հովանավորն է Ֆերոսի ապրանքանիշը, իր հուսալի անվտանգ գերխնայող գազի կաթսաներով։ Դրանք պաշտոնապես ներկայացված են էքստերիեր խանութ սրահներում, Ֆերոսի եղանակ ստեղծող կաթսաներ, Մետեոաշխարհ նախ Հայաստան։ Մեր երկրի մեծ մասում ուրբաթը կանցնի փոփոխական երկնքով, առանց ստեղումների, ջերմաստիճանը կնվազի 8-ից 10 նիշ։ Վաղը ցերեկը Շիրակում, Կոտայքում, Գեղարքունիքում, Արագածոտնի եւ Վայոց ձորի լեռնային գոտիներում կդիտվի 13-ից 18 աստիճան։ Վայոց ձորի եւ Արագածոտնի նախալեռներում կանխատեսվել է 18-ից 25, Լոռիում 16-ից 20, Տավուշում 18-ից 21 աստիճան, Արարատում, Արմավիրում կդիտվի 22-ից 24, Սյունիքի հովտային գոտիներում կանխատեսվել է 22-ից 26, Սյունիքի նախալեռներում 18-ից 22 աստիճան։ Երևանում օրը կանցնի առանց ստեղումների, այս գիշեր սպասվում է 11-ից 13, ցերեկը 21-ից 23, երեկոյան 16-ից 18 աստիճան։
Հարգելի հեռուստադիտող, այսքանով ավարտված է ժամի գլխավոր թողարկումը, խաղաղ գիշեր եմ մաղթում։